Արգելի սիրելի աբորանցիներ, քույրեր եղբայրներ, առաջին հոգին ուզում եմ հիշատակել ձեզ ողջունել։ Շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար։ Աշխարհում ոչ մի բանով չես կարող մարդուն զարմացնել։ Միայն վերաբերմունք, ջերմություն, հավատ, որը այսօրների ավելի շատ նկատելով, շրջում եմ Հայաստանով մեջ, հարցերում, մարզերով, գյուղերով, վարչական շրջանով, եւ այդ ջերմությունը, այդ սպասելիքը ես զգում եմ։ Ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ ես կարողանամ իրականացնել կյանքի կոչում։ Իհարկե կարող եմ, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք, միայն մնում է քեզ, որ գնաք ընտրության, ընտրեք համար լոքին, ու դա իրականություն դառնա օր-օրի, շարմարձան, անունարին ոչինչ չկա, միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ճիշտ ոլորտի ներկայացուցիչներ, դա չունի կուսակցական պատկանելիությունը, դա ունի մարդը, առանձը, գիտելիքը, հետազոտությունը եւ արդյունավետությունը։ Որտեղ ես ձեզ խոստանում եմ, որ լիարժեք ինչ-որ ասում եմ, 10 անգամ ավելի շատ անել եմ, նորից եմ ասում, պատմել կա, հնարավորություններ ծանոթություններ կա։ Արգելի սիրելի աբորանցիներ, կարող եմ ժամերով ձերով խոսել, ինձ սիրտը ցավում է։ Ես ուզում եմ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի, շնորհով հարց կաշխարել, հայտարարել ճիշտ մասնագետներ կազմակերպել, այսօր ունեցողություն ես բոլոր ոլորտի ներկայացները, ցանկանում են իրենց մասին մտածող լինի, իրենց մատից փուշանող լինի, իրենց հնարություն տվող լինի, որ կարողանան այս վիճակից դուրս գան, կարողան իրենց տունը պահել։ Ես ասում եմ, մենք պատրաստ ենք մեր թիմով, ամեն ինչ իրականացնելու, բոլոր շրջանները ման գալով, ඒක չկա որ մեկ ասի, ծառուկա խոսքը ստելով չես արել, չկա չի բան, որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տալ, ասում կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա հնարավորություն, որտեղ իրականություն դարձան, կա ճանապարհում օրեցօր դա կփոխվի եւ ամեն ինչ ունենալու։ Սիրելի աբորանցիներ, իհարկե ինձ ուզում սիրտս բացել ձեր կանքեր, բոլոր ոլորտների մասին խոսել, ասել, ինչ հատասեք ասում դրալությունը, դիգոն տիրապետումը։ Այսօր այսինքն դուք բոլորը գիտեք, որ այսօր ես բողոքելի մարդ եմ, այստեղ եմ ծրել մեծացել, կարացել, իմ գործունեությունը ծրեմ այստեղից, ես հպարտացել եմ իմ աբորաններ, աբորան հակով, աբորանցիներով, աբորանցիներից հավը տանեմ, կորոտ, համես, հուրացել, խտիկով ասպատել, ստեղծել, համախմբված մարդիկ են, Պանիկ ունեն, ուշացան վերաբերմունքի լավ ապրելու, շատ քով վաստակելու, խաղություն լինելու, փայլուն ապագա ունենալու համար։ Ամենակարևորը իմ ասել, որ դա կա, արդեն դա կա, հիմա ես ես կասեմ։ Ես երբ որ աբորանում շուտ հուրանով զտեսին կարություն է, հիմնական ոչ թե ձերի համար, այլ իրոք ցանկացել են, որ իմ աբորանում այսօր կարող եկեղեցի լինի։ Որ իմ աբորանին ավելի աբորանցիներին ավելի աշխարհի մեծ ճանաչում ունենան։ Ու աստծու կամով, այո, ստացվել է, ցանկացել են իսկը, ստացվել է, որ տարեկան հազարավոր մարդիկ են գալիս, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, տարբեր հայրենակիցները, իրենք միջոցառումներն ուզում են կազմակերպել Սուրբ Հովհաննես եկեղեցին, որ երբեք Հայաստան չեն եղել, Աբովան չեն եղել։ Եվ իրոք գալիս են մեզ միջոցառումը կազմակերպում են և շատ վիրացած, տպավորված հիշողությունների մեջ դնում են։ Ամբողջ ամառվա ընթացքում հերթերը կուտակում, երկու շաբթի մինչև կիրակոտ, և չի լինում առավոտվային մինչև երեկո, որ մարդիկ իրեն միջոցառումները կազմակերպեն։ Այդքան արդեն ճանաչված է ամբողջ աշխարհի մեջ, և դիմելով խնդրելով որ ժամանակ չունեն, այդ նպատակով են եկել, որ ժամերը պակասացնելով, որ լիարժեք կարողանան իրենց միջոցառումը կազմակերպել։ Արգելի սիրելի աբորանցիներ, այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա որպես իսույց աշխարհի, որ ազգային վերածննդի ներքին հայցյան համելացության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայության միասնական լինենք։ Այդ մի կողմ դնենք ներքին քրիստոնեական գոհատելությունը, օրինակ համախմբված լինենք, որ մենք միասին լինենք, բոլոր խնդիրները կարող են կարգավորել, խնդիր չի կարող լինել։ Որ մենք աշխարհում ասելու բան ունենանք, որ աշխարհում մենք առաջին քրիստոնյա ազգ ենք։ Որ դա եւ հպարտությունը եւ մեծությունը։ Եվ այսօր դուք բոլորը
օրի դասգրուպ երկու տարվա մեջ Աբովյանում և Աբովյան շրջակայք ուրերում ու խանգացել է ամեն ինչ։ Հովատարացները պաստապատիկ խանգացել է։ Հələ դեր չենք բացել, որը դեր բացել, ավելի շատ է խանգանալու։ Մեր Աբովյան ավելի մեծ ճանաչում ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Մոտայ, Հայաստան, ամենազոր, կարոտ, Քրիստոս Արգյանը։ Աբովյան, Մոտայ, Հայաստան։ Յոջան։ Ինչ որ այսքան ժամանակ ասել են, չկա մի բան հենց այդպես ասել։ Իրոք աստծո սրբած կա, ցածրամեն չիտեր, ամեն մեկի ոչ մեկի մեզած կյանքում չկան, ցանկացել են բարիներ, կամեցող լինել, ձեր մեկի կազմակերպել։ Հիմա կարող եմ ասել ձեզ, պատրաստվեք լավ փոփոխությունների, որ ես ոք իմաց բան չեմ ասում։ Լավ փոփոխությունների, որ ավելի շատ գումար եք վաստակելու, գործ եք անելու, հոգումիցի բիզնես եք զարգացնելու, տուրիզմով եք զբաղվելու, միլիոնավոր մարդիկ են գալու, դա բացելու են երկու տարի, դուք պատկերացրեք, քանի միլիոն մարդ է գալու։ Գալու է, օգտվելու է, շփվելու է, ծանոթանալ օգտվելու է գերդուք, օգտվելու է երկարացիստերը, իրանցուտերը, ներդրումներ են կատարելու, քաղաքը միքն է լինելու, ու դա ոչ թե միայն Աբովյանը, Կոտայք, ամբողջ Հայաստանով է, տուրիստները որ գան, միայն Աբովյան և Կոտայք հատից չեն գնալու, այս սևանել են գնալու, դուրենել են գնալու, գերուկել են գնալու, եթե այդ հույցում ասեմ 10 միլիոն մարդը, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը, $5,000 հերկասի, դա ես միլիոն են ասում, պատկերացրեք ինչ գումար է կազմելու, 50 միլիարդ փող է լինելու, 50 միլիարդ դա մեր երկրի համար, որ ամեն տարի, դա բոլորը համստանալու են, բոլորը դեպքին ժպիտ է գալու, դա նույնություն ասում, դուք պետք է պատկերացրեք, որտեղ ոչ մի բան չեն կարող աշխատանքներ ստեղծել, բայց արդեն բոլորը 10 անգամ թանկացել են, $5,000 անցումը, գալը 50,000, բայց չէին աճարում, դա նշան է զարգացման, դուքները տեղապահել, մի վաճարեք, ավելի թանկը վաճարեք, կամ գործընկեր փոքր, փոքրերը ներդրում անեն, որ մշտական բիզնեսի տերեր է։ Ժողովուրդ, մենք միշտ մայիս ամիսը եղել է մեզ համար հաղթանակների հպարտությամբ, այսօր ցույց տվեցին, ես ասել եմ, մեկ անգամ ես մենք եկել բայց դա մեզուց խլել են, դա մենք արդեն չունենք։ Բայց անցնում մենք ունենք որ հույսի լույսի օր ունենք, դա մեր եվրոպականների վերջի ժամն է, օրինակ արդեն մտնում ենք կյանք, եթե ասած արդեն երկրորդ կյանք ենք մտնում, 10 հատիկը, 10 տարեկան գնալ են ընդուզան, մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին ունի, մեր ազգային վերածննդի առաջին ժամն է, և ընդմիշտ հուսվի, այսօր բոլորը ձեր գործերում են, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ արհեստների մենք պետք է ապահովենք, խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկրի, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր յոտաշրջան անալ, որ մենք պետք է ապահովենք, որ լինի կեցության մենք կարող ենք հաղթարել կեցությունը, հաղթարել մեկի դաշնամանքը, այդ սրահ կտի դնեք մի կողմ ժողով, մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելություն, բոլորս այս երկրում ապրում ենք, պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, ով կարող է անել, ոչ թե դադար խոսքեր, առյալ իրական, որ իրականությունը համապատասխանում է, կախվածած ձեզնուց, եթե սորում ենք, դուք եք մեղավոր, չեք մասնակցում, մեղանում եք, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց է ձայնը տվեք, տվեք և պահանջեք, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու եմ, ով որի կազմալու է, այսօր իմ նպատակի ցանկությունն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի դեմքին ժպիտ գա, ժողովրդի դեմքին հայ գա, այդ մտահոգությունից, այդ պուստուգաններից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, մարդկանց նոր ընկից սկսել, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն, դեմքին ժպիտ լինի։ Նայելով ժողովրդի դեմքին ժպիտ չկա, բոլորը խնդրի պրոբլեմ ունեն, տրամացում չկա, Ժորժան հիմացեք, որ աննային ոչինչ չկա, աշխարհով մեկն է, ամեն ինչ հնարավոր է, ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերով,
կազմակերպել հնարավորություն տալ ինչպես սովետական ժողովուրդը ամենագնահատել ժողովուրդը, որ գնահատում է հետևակի ուշադրություն, հետևակի վերաբերմունք հարբան, մարդը զգալով որ փոփոխություն կա տարին տարվա վրա, դա փոփոխվում է մեր ժողովրդի ուզածությունը, ես ասում հարավությունի շրջանում տարածվել, բոլորի ուզածը մեկն է, ուրեմն մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, իրականացնենք այդ կարող է անել նա մի, որ մի կունենալ պաշտպանված երեխավորած խաղաղություն, վարգավաճետի, բարեկեցության մեր ժողովրդի համար, այսպես կհատան մեր բոլորին, անցի յետին, համար յետին, անցի յետին, համար յետին,